Ես մի փոքր փաստ նշեմ ինձնից, նոր շարունակեմ հարց տամ, կլինի չէ։ Այո։ Ուրեմն ես այն սերունդն եմ, որ տեսել է պատերազմներ, երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ, բայց այսքան ատելություն մարդկանց մեջ երբեք չեմ տեսել, նույնիսկ այն ամենավատ տարիներին մարդիկ հոգատար էին։ Հիմա մեկը մյուսի հետ ընդհանրապես չի կարող խոսալ, ու այդ բաժանումը սև ու սպիտակների շատ ահռելի է ու ահավոր է։ Չանդրադառնամ մյուս կողմին, ուզում եմ իմ հարցը հղեմ, իրականում հարցերը շատ են, երևի կարևոր եմ դրանցից մեկը Հայաստանի համար, ընդհանրապես բոլոր երկրների համար, գիտելիքը նույնպես զենք է, դա բոլորը գիտեն, ու երկիրը կաղում է բոլոր ոլորտներում։ Ես կուզենայի հենց կրթության վերաբերվող հարց տալ, եւ որ երեխաները սովորում են 12 տարի, բայց կրթական ծրագիրը ավարտական չի համընկնում ընդունելության քննությունների ծրագրերի հետ։ Դա ընդհանրապես չի բացատրվում, որտեղ երեխաները գնում են առանձին պարապելու, ունեմ 3 երեխա, սովորել են 3-ն էլ ուսանող են եղել, հիմա միայն մեկն է մնացել ուսանող, ավարտել են։ Ինձ համար դա շատ կարևոր հարց է, իհարկե ու ծրագիրն էլ այնքան վատնա, որ մարդիկ սենց ասած առաջ գնալու տեղը հետ են աճում, իհարկե շատ հեշտ է կառավարել հիմար մարդկանց, տգետ մարդկանց շատ հեշտ է կառավարել, դրա համար դա նրանց պետք չի։ Մի խոսքով, ինչ կառաջարկեք կամ ինչ կանեք, որպեսզի այդ ամեն ինչը փոխվի, որպեսզի երեխաներ ունակ, ես քննություններս դպրոցի ավարտել եմ ու առանց պարապելու ընդունվել եմ համալսարան։ Որպեսզի ծնողները չտուժեն, ինձ համար օրինակ շատ դժվար է եղել 3 երեխային տալ պարապելու առանձին ու մի քանի առարկա, որպեսզի հնարավորություն ունենան ընդունվելու, որովհետև այդ մարդկանց ծրագիրը չի համընկել ընդունելությանը։ Հնարավոր է նման փոփոխություններ։ Ես կառաջարկեի այդ հարցին Աննա Գրիգորյանը որպես ոլորտի մասնագետ, բայց մի բան մինչ այդ ասեմ, ես էլ դպրոց ավարտելուց հետո ընդունվել է առաջին ինստիտուտը, որ ընդունվել է Մոսկովский энергетический ինստիտուտ, այդ ինստիտուտն է ընդունվել առանց պարապելու, չեմ պարապվել։ Այդ պարապվելու ռեպետիտորական այդ մշակույթը հետո է մտցվել։ Ես չգիտեմ, նույնիսկ իմ սերունդի ժամանակ միգուցե Երևանում դա եղել է, բայց չի, ես գնացել ընդունվել եմ։ Հետո Պոլիտեխնիկ ինստիտուտի Երևանում ընդունվել եմ, ընդամենը վերջի 2 շաբաթ մի բարեկամ ունեի այստեղ, իր մոտ մաթեմատիկա մի քիչ ավելի վերհիշելու բան, որտեղ մի փոքր ընդմիջում ունեի։ Առանց պարապվելու դպրոցական գիտելիքներով դու կարող ես հանգիստ ընդունվել, եթե դու լավ ես սովորում։ Այս սա վերացավ։ Ես տեսնում եմ, որ հիմա համատարած, եթե երեխան պետք է գնա ինչ-որ բու ընդունվի, պարտադիր պետք է պարապվի եւ դա ֆինանսական մեծ բեռ է ընտանիքների համար։ Որովհետև ծրագիրը չի համընկնում ընդունելության ծրագրին։ Դրա համար մի հատ Նախ ուզում եմ ձեր հարցի նաև այն կտորին անդրադառնալ 12 տարվա կրթություն ենթադրում էր, որ վերջի դպրոցը պետք է իսկապես աշակերտին պատրաստի, որ կարողանա հանգիստ համալսարան ընդունի։ Ես ուզում եմ ցավոք արձանագրել, որովհետև նման փորձառություն ինքս ունեցել եմ ավագ դպրոցում դասավանդելու, ավագ դպրոցը չաշխատող համակարգ է։ Ավագ դպրոցում նորմալ չեն դասավանդում։ Աշակերտը չի ստանում այն գիտելիքը, որ ենթադրվում էր, որ ավագ դպրոցում համապատասխան ծրագիրը պետք է դրվի, աշակերտը ստանա ու նոր գնա համալսարան։ Մենք վերջերս օրեր առաջ ներկայացնում ենք կրթության ոլորտի մեր պատկերացումները, մեր բարեփոխումը։ Այդ կտորին շատ խորացված չանդրադարձանք, որովհետև դա իսկապես լրիվ այլ մասնագիտական հարթության մեջ քննարկում է, բայց մենք կարծում ենք, որ պետք է նաև 12 տարվա կրթական համակարգում որոշակի բարեփոխումներ մտցնել, մասնավորապես ավագ դպրոցը։ Ես պետք է արձանագրեմ, որ տարական դպրոցում մենք խնդիր չունենք, հիմնականում նորմալ է ընթանում, միջին դպրոցում հիմնականում չափորոշիչների հետ կապված հիմա լուրջ մարտահրավերներ կան, որոնք մենք պատրաստվելու ենք փոխել, բայց ավագ դպրոցը ամբողջությամբ պետք է վերանայվի։ Այդ ժամանակ իսկապես աշակերտը կստանա այնպիսի գիտելիք, որ իրեն կօգնի ընդունվել համալսարան, ոչ թե կգնան ժամավաճառության, որտեղ այսօր ցավոք սրտի այդպես է։ Ավագ դպրոցի աշակերտը գնում է դպրոց,
հիմնականում ուղղակի ժամանցի վայր է դառնում ավագ դպրոցի կրթությունը, ցավոք եմ սա ասում, շատ ցավով եմ արձանագրում։ Հետևաբար փոխելու ենք ավագ դպրոցի կոնցեպտը, մոտեցումները վերանայելու ենք, չափորոշիչները վերանայելու ենք եւ համապատասխանելու ենք կրթական ծրագիր, ընդունելության քննություն, որպեսզի այդ նման ծանրաբեռնվածության տակ չընկնի ծնողը։ Դե անվճար կրթությունն էլ հաջորդ էտապը։